Ֆերմերներին կօգնեն միավորել ուժերն ու կոոպերատիվներ ստեղծել։ Եվրամիության աջակցության օղակում են Հայաստանի 5 մարզեր՝ Գեղարքունիքը, Վայոց ձորը, Արագածոտնը, Շիրակն ու Կոտայքը։ Կարող են դիմել գրանցված ու նոր կազմավորվող ֆերմերային խմբերը, որոնք ունեն տարբեր ընտանիքների առնվազն 5 հիմնադիր անդամ։ Ծրագիրն իրականացնելու են ՄԱԿ-ի զարգացման գործակալությունն ու արդյունաբերության զարգացման կազմակերպությունը։ Բյուջեն մոտ $900,000 է։ Հայաստանի գյուղ ոլորտի համար լավագույն տարբերակը փոքր տնտեսությունները միավորելն է։ Կօգնենք, որ ֆերմերներն ավելի որակյալ արտադրանք ունենան, ինչը նրանց դուրս կբերի մեծ շուկա։ Ֆերմերներին աջակցելու չափը կախված կլինի նրանց ներկայացրած բիզնես ծրագրից։ Միրգ, բանջարեղեն, հացահատիկ, ընդեղեն ու կաթնամթերք արտադրողներին մասնագետները կօգնեն խորհրդատվությամբ ու տեխնիկայով։ Խմբերը չեն ստանալու փող, միջոց չեն ստանալու, իրանք գումարներ չեն ստանալու, իրանք ստանալու են կամ տեխնոլոգիաներ, սարքավորումներ, սացիլներ, աղետների ռիսկերի նվազեցման ինչ-որ համակարգեր կարող է լինի, կաթիլային ոռոգման համակարգեր կարող է լինի, եւ այդ տրամադրված միջոցները փոխանցվելու են խմբերին, երբ որ արդեն մենք տեսնենք, որ իրանք կենսունակ են եւ կարող են ապահովել իրանք կայուն զարգացումը։ Հայտերը պետք է ներկայացնել մինչև հուլիսի 15-ը։ Կոոպերատիվների դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Եվրոպական հարևանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ծրագրով։ Նազելի Գրիգորյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։